Հոսանքազրկումները հաճախակիացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Նաև հավելագրումներն են ավելացրել։ Ես կարծում եմ, նրանք տանում են, որպեսզի ասեն, որ Սամվել Կարապետյանը շատ բաց ժառանգություն է թողել եւ մենք իրան կոպեկներ ենք տալիս։ Այնքան պրիմիտիվ են մտածում, որ ամաչում ես նույնիսկ ասես, թե դրանք են քո իշխանավորները։ Այդ մարդը, այդ լիազորված Ռոման, ինչան, չեմ էլ կա։ Այդ Ռոման Պետրոսյանը ոնց որ Սկարաբլյան ապավ։ Ինքը ինչ կապ ունի նեղ մասնագիտական պրոֆեսիոնալ կառույցի հետ հայտարարություններ անելով հոչի լավ է որ բախտերը բերեց օրերը տակացան եւ ջուրը ինչ որ ժողովրդի ջուրը մարեն ջուրը ասուտավաց դու քիչ ջուրը մարեք որ ժողովրդը առան ջուր մնա վիոլա ջուրը չէ իմացաք երևի որ ասենք 24 ժամյա սպասարկում էր εμել դարձել են ընդամենը 17 ժամ դենեն շրջաններում 7 ժամ բդենեն անես էլի կառավարման ձև է ջրանջատում հողանջատում կազանջատում այս ղեկավարները բուրդ են նստած Նիկոլը թե թողան Նիկոլը ապրիսպես սովորական տեղ լույսի գլխին անջատեն ջուրն անջատեն կազանջատեն այդտեղած դրա 10000 պատրաստ թոշակով էլ ինքը ապրի չգիտեմ ժողովրդի վիճակը լավ չէ նայում ենք շատ դեպի բացասական կողմերով նայում ենք շատ վատ է բայց է քաղաքացին ինչ կարող է անել Це բզիկալին կարած բռնցքով խփես չես կարա ինչը ուզենան այնպես է կենեն Εμի ուզենան մեկը ստեղ մատ շլամբավով կդնեք թե միջև մուզում չենես չես կրային կոմանսնի ու դու ոչ մի բանը չես կարող անել ուղղակի մի համուր դեղնի ժողովուրդը միասնական պայքարի որ ինչ որ լավ բանի կա Այս ամենի ինչ կատարվում է մեր երկրում, ինչ կատարվել է համար մեկ մեղավորը մեր հասարակության անտարբերությունը, հանցագործ, անազգ, անինքնասեր, տեգետ եւ այլն, բայց առաջնահերթ հենց դա է անտարբերությունը։